մեր առջև շատ խիստ պայմաններ ենք դրել, ովքեր կարող են լինել Հայոց տան համահիմնադիրները, այդ տան վերին հարկերի հայորդիները, բնակիչները։ Ինչ չափանիշներով եք առաջ Չափանիշներ, ասեմ այսպես, որ համահիմնադիրները 7-ն ենք, 7-ից 2 ակադեմիկոս եւ 5 պրոֆեսոր։ Դա արդեն գիտական աստիճան ունեցող մարդկանց, լուրջ կենսափորձ ունեցող մարդկանց, մարդիկ, որոնք ունեն լուրջ հեղինակություն եւ լուրջ ազդեցություն եւ որոնց խոսքը լսելի է բոլորին կամ մեծամասնությանը, որոնց խոսքը ընդունելի է եւ Հայոց տան զենքը, հիմնական զենքը դա խոսքն է։ Ի սկզբանե բանն էր եւ այդ բանն Աստծո մոտ էր եւ այդ բանն էր Աստվածային բանը։ Խոսքը մենք խոսքով պետք է կարողանանք բոլորին բերել ընդհանուր տանիքի տակ։